Արցախի բլոկադայի շրջանում Սրբազանը եկել էր Հայաստանի Հանրապետություն եւ չէր վերադառնում Արցախ։ Արդյոք նոր եք իմացել, որ բլոկադայի մի շրջանում թեմի առաջնորդը Արցախում չի եղել։ Ոչ թե չեմ կարծում, այլ համոզված եմ, որ այսօր թեման թեժացնող գլխավոր անձինք շատ լավ էլ գիտեին դա եւ բլոկադայի օրերին եւ բլոկադայից հետո։ Չեք հավատա, բայց Գարեգին Բ-ն հայ առաքելական եկեղեցու միակ բարձրաստիճան հոգևորականը չէ, ում հրաժարականի մասին այս օրերին խոսակցություններ շրջանառվում են։ Խոսքը Արցախի թեմի առաջնորդի մասին է։ Ընդ որում որոշ զարգացումներ հաշվի առնելով չի բացառվում, որ Վրթանես Սրբազանի հրաժարականին ականատես կլինենք ավելի վաղ։ Բարև ձեզ, հավանաբար արդեն գուշակեցիք, թե ինչի մասին ենք խոսելու այսօր։ Բայց կսկսենք մի փոքր ավելի հեռվից։ Արցախի հայաթափումից ի վեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը չի թաքցրել իր շատ մեղմ ասենք քննադատական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ներկայիշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հաճախ այդ քննադատական վերաբերմունքն արտահայտվել է հրապարակային խոսքով, տարբեր առիթներով։ Դա առավել ընդգծված բնույթ ստացավ Սրբազան շարժման օրերին։ Վրթանես Սրբազանը ոչ միայն ողջունել է այդ շարժումը, ինչը հրապարակային արել են փաստացի բոլոր կամ գրեթե բոլոր բարձրաստիճան հոգևորականները, այլև հանդես է եկել այդ շարժմանը միանալու հրապարակային կոչով, կոչ անելով իր հոտին Արցախի թեմին հավաքվել եւ հավաքված միասնական խմբով դիմավորել շարժման մասնակիցներին։ Եվ այդ կադրերը մենք հիշում ենք Երևանի մատույցներում Վրթանես Սրբազանի գլխավորած խումբը դիմավորել է Տավուշից մայրաքաղաք հասած Բագրատ Սրբազանին։ Իսկ այդ շարժումը, որը կարող ենք Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքում եկեղեցու առաջին բացահայտ քաղաքական ակտը համարել, ուներ ակնհայտ եւ անվիճելի հակափաշինյանական ուղղվածություն։ Սա էլ նրանց համար, ովքեր այդ էպիկական կադրերը մոռացել են։ Անցնենք առաջ։ Հետագա ամիսներին էլ Վրթանես Սրբազանի մոտեցումներն էական փոփոխությունների չենթարկվեցին։ Տարբեր առիթներով հրապարակային ելույթներում, հարցազրույցներում արտահայտած նրա գաղափարները հաստատ հօգուտ Փաշինյանի չէին։ Եվ հանկարծ նոյեմբերի 27-ին նա բարձրաստիճան մի քանի այլ հոգևորականներից կազմված խմբի մեջ հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով։ Ահա այս կադրերն են առիթ դարձել, որ Արցախի թեմակալ առաջնորդը գամվի անարգանքի սյունին։ Ոչ պաշտոնապես սկսել է շրջանառվել անգամ նրան թեմի առաջնորդի պաշտոնից զրկելու թեման։ Սա դեռ ամենը չէ, բազմաթիվ գործիչներ, որոնցից շատերը ոչ վաղ անցյալում հանդիսանում էին Վրթանես Սրբազանի թիմակիցներն ու երկրպագուները, սկսել են հիշել ու հիշեցնել, որ Արցախի բլոկադայի շրջանում Սրբազանը եկել էր Հայաստանի Հանրապետություն եւ չէր վերադառնում Արցախ։ Անգամ սկսել են քննարկել ու հարց բարձրացնել, իսկ արդյոք ցանկացել է վերադառնալ, իսկ արդյոք փորձել է վերադառնալ։ Բնականաբար այս թեման չի կարելի տաբու դարձնել եւ այնպես չէ, որ դեմ եմ որևէ մեկին, այդ թվում նաեւ թեմի առաջնորդին, այսպես ասենք, անհարմար հարցեր տալուն։ Բայց այդ հարցի հետ մեկտեղ առնվազն մեկ հարց էլ ես ունեմ նույն այդ հարցի հեղինակներին։ Արդյոք նոր եք իմացել, որ բլոկադայի մի շրջանում թեմի առաջնորդը Արցախում չի եղել։ Ոչ թե չեմ կարծում, այլ համոզված եմ, որ այսօր թեման թեժացնող գլխավոր անձինք շատ լավ էլ գիտեին դա եւ բլոկադայի օրերին եւ բլոկադայից հետո։
Այդ դեպքում ինչու էին լռել արդեն ավելի քան 2 տարի 2023 թվականից, այսինքն Արցախից բռնատեղահանվելուց ի վեր։ Ինչու չէին ասում, որ Վրդանես Սրբազանը իր թեմին, իր ժողովրդին դավաճանել է բլոկադայի ժամանակ, թե այն ժամանակ դա համարում էին նորմալ եւ ներելի, քանի որ Վրդանես Սրբազանի հետ նույն թիմում էին եւ խոսում էին նույն մարդու օգտին կամ նույն մարդու դեմ։ Սա այն է, ինչը մեր բոլոր ժամանակների եւ բոլոր դժբախտությունների հիմքում է։ Մերոնքականներին կարելի է ամեն ինչ, մերոնքականների անգամ ակնհայտ վատ արարքները պետք է թաքցնել, իսկ անհրաժեշտության դեպքում անգամ արդարացնել ու հիմնավորել։ Ու այնպես չէ, որ Վրդանես Սրբազանի հետ կապված թեման եզակի է։ Յուրաքանչյուրդ էլ կարող է հիշել, թե վերջին տասնամյակների ընթացքում քանի գործչի մասին են իր թիմակիցները սկսել ամենավատ բաներն ասել, երբ նա այս կամ այն պատճառով թիմից դուրս է եկել։ Ինչպես ասում են, ես անուններ չտամ, քանի որ հաստատ բոլորդ էլ նման դեպքերի ականատես, գուցե նաև մասնակից եղել եք։ Ու ի դեպ դա միայն այսպես ասենք նախկիններին չի վերաբերում։ Փաշինյանի օրոք էլ նման բազմաթիվ օրինակներ ունեցանք։ Վանեցյանից մինչև Աղազարյան ու շարքը կարծես շարունակվելու միտում ունի։ Բայց վերադառնանք Արցախի թեմակալի հետ կապված զարգացումներին։ Պատմական այցից, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մոտ 1 շաբաթ անց, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 2-ին, այս թեմային անդրադարձավ նաև Արցախի վերջին նախագահը Սամվել Շահրամանյանը, եւ այստեղ էլ բավական հետաքրքիր ենթատեքստեր կարելի է տեսնել ամեն դեպքում։ Այո, հաջորդ օրը ես իր հետ հանդիպել եմ, այո։ Ինչ եք զորուցել, ինչ եք մեկնաբանել, Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում, արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի վեհապարի հետ եւ ստացել եմ բացասական պատասխան։ Եվ ըստ դրա իմ եզրակացությունները ես արել եմ։ Այսինքն վեհապարը տեղեկացված չի եղել հանդիպման մասին եւ համաձայնություն չի Իմ տեղեկությունները ոչ։ Այսինքն ստացվում է, որ արցախցի գործիչները Վրդանես Սրբազանի հրաժարականի թեման թեժացնում են ոչ թե արցախցիներին, այլ կաթողիկոսին, այսպես ասած, դավաճանելու համար։ Ում է ձեռնտու Արցախի թեման Փաշինյան-Գարեգին Բ դիմակայությանը կապելը։ Չգիտեմ, մի տեսակ խառը պատմություն է ստացվում, իսկ խառը պատմությունների ընթացքում որպես կանոն տուժողը ոչ թե գլխավոր հերոսներն են լինում, այլ շարքային քաղաքացիները։ Այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։